Այսօրվա պատգամի վերնագիրն է Տեր Հիսուսի խրատը։ Ես ուզում եմ մեր ականջները բացենք, մեր հոգևոր լսելիքները բացենք և ուշադիր լսենք, թե Տերը ինչ խրատ է մեզ տալիս։ Տեր Հիսուս շատ խրատներ է տվել, շատ ուսուցումներ, նախազգուշացումներ, անգամ իր քարոզների, իր սովորեցրածի վրա վարդապետություններ և ուսմունքներ են առաջացել։ Բայց մի խրատ կա, որ հավատում եմ, որ հենց մեր ժամանակների համար է տրված այս խրատը։ Ինչու եմ այսպես հավատում։ Ամբողջ Աստվածաշունչն է մեզ վերաբերվում։ Բայց յուրահատուկ մի խրատ կա գրված Աստվածաշնչում, որ ես հավատում եմ, որ մեր ժամանակների եկեղեցու համար է դա, մեր ապրելակերպի մարդկանց համար է դա, և մեր մշակույթի մեջ այս խրատը հատկապես կարևոր է։ Հայտնության գիրք։ Երկրորդ և երրորդ գլուխները Տեր Հիսուսը իր աշակերտ Հովհաննեսի միջոցով ուղերձներ է ուղղում Ասիայում գտնվող 7 եկեղեցիներին։ Մենք այսօր խոսելու ենք վերջին եկեղեցու, Լավոդիկեի եկեղեցուն ուղղված խրատի մասին։ Եկեք բացենք Հայտնություն 3-րդ գլուխ և ընթերցենք հենց այդ խրատը, 18-րդ խոսք։ Ես խրատ եմ տալիս քեզ։ Տեր Հիսուսը շեշտում է, ես խրատ եմ տալիս քեզ։ Ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ, որ հագնես, և քո մերկության ամոթը չերևա, և դեղդիր աչքերիդ, որ տեսնես, ահա իմ խրատը քեզ։ 3 բան. ինձանում կրակով անցած ոսկի առ, որ հարուստ լինես, սպիտակ հանդերձներ վերցրու ինձանից, որ քո մերկության ամոթը չերևա, և աչքերի դեղդիր, որ տեսնես։ Ինչ է ուզում մեզ ասի Տերը այս խրատի միջոցով։ Ինչու եմ ես կարծում, որ հենց մեր ժամանակների եկեղեցուն է սա ուղղված։ Աստվածաբանները շատ են ուսումնասիրել, դե գիտեք, 2000 տարի Քրիստոսի ուսմունքը աստվածաբանները, եկեղեցիները, քարոզիչները, հովիվները, ուսուցիչները բոլորը ուսումնասիրում են։ Եվ հանգել են այն եզրակացության, որ այս 7 եկեղեցիները, սա 7-րդ եկեղեցին, Լավոդիկեի եկեղեցուն էր ուղղված սա։ Բայց դրանից առաջ 2-րդ և 3-րդ գլուխները ամբողջությամբ, հերթով, եթե կարդացել եք Հայտնության գիրքը, սկզբում ասում է Եփեսոսի եկեղեցուն, ասա սա, Սմյուրնայի եկեղեցուն, ասա սա, Պերգամոնի, Թիվատիրի, Սարդեսի, Ֆիլադելֆիայի և վերջում Լավոդիկեի եկեղեցուն։ Եվ աստվածաբանները ասում են, որ սրանք իրոք, որ եկեղեցիներ են եղել, որոնք գոյություն են ունեցել են իրենց հովիվը, ունեցել են իրենց ժողովուրդը։ Եվ Տեր Հիսուսը, որ խրատներ է ասել, ամեն մեկին վերաբերվել են այդ խրատները։ Բայց նաև այժմ 2000 տարի այս գրվածքից հետո տեսնում են, որ ամեն եկեղեցու նկարագիրը համապատասխանում է պատմության մեջ եկեղեցու դարաշրջաններին։ Օրինակ, Եփեսոսի եկեղեցին, որ անվանում են այլ կերպ ասած առաքյալների ժամանակաշրջանի եկեղեցի, եթե ժամանակաշրջանով ենք նայում, մոտավորապես 30-ից 100 թվականները, Քրիստոսի ժամանակներից, հենց առաքյալների ժամանակներից սկսած, մինչև 100 թվականը, Տերը հանդիմանում այս եկեղեցուն, ու ասում է, դու քո առաջի սերը մոռացել ես։ Այն ժամանակ, որ նոր դու, ամեն մեկս հիշում ենք մեր նոր ապաշխարած ժամանակը, Տերը հանդիմանում ասում է, դու առաջին սերը մոռացել ես։ Երկրորդ եկեղեցին 100-ից 300 թվականներ, որ խորհրդանշաբար հավատում ենք, որ Զմյուրնիայի եկեղեցին է, այս եկեղեցու ժամանակաշրջանը կոչվում է հռոմեական հալածանքներկաշրջան։ Ամենադաժան հալածանքները եղել են 100 թվականից մինչև 300 թվականը։ Եվ այս հալածանքների մեջ
Տերը ոչ մի հանդիմանություն չի անում ես եկեղեցուն, ուղղակի գովում է, ասում է դու հալածանքներ կրող եկեղեցի ես։ Պերգամոնի եկեղեցուն ուղղված նամակը աստվածաբանները հավատում են, որ դա 300-ից 600 թվականների եկեղեցու դարաշրջանն է, որի ժամանակ պետական դարձավ կրոնը։ Արդեն շատ երկրներ, Հայաստանը, Հռոմը, Բյուզանդիան, շատ երկրներ պետականություն վերցրեցին, որպես պետական կրոն վերցրեցին, եւ այս եկեղեցուն մենք տեսնում ենք, որ հանդիմանություն է գալիս ու ասում է դու ապաշխարելու կարիք ունես, դու մեղք ես վերցրել քո մեջ։ Ավելի եթե խորանում ենք 600-ից 1500 թվականները, 600-ից 1500 թվականները եկեղեցու դարաշրջանի մեջ կոչվում են խավար դարեր։ Եվ այս խավար դարերի մեջ մենք գիտենք այդ ինկվիզիցիան, այդ պղծությունները, որ մտան եկեղեցի, այստեղ շատ մեծ հանդիմանություններ կա եւ հենց Հեզաբել կնոջ մասին, որ գրված է հայտնության գրքում, հենց այստեղ է, նաեւ որ ասում է դու շատ սուտ մարգարեներ ես թողել քո մեջ։ Իմ հավատքը կեղծում են, այդպիսին չի իմ եկեղեցին եւ շատ մեծ հանդիմանություններ տեսնում ենք այս դարաշրջանի եկեղեցուն ուղված։ 1500-ից 1650 թվականները եկեղեցու դարաշրջանը անվանվում է բարեփոխման դարաշրջան, բայց մենք տեսնում ենք, որ Տերը ասում է զարթնիր եկեղեցի, դու քնած եկեղեցի ես, դու պիտի զարթնես։ 1650-ից 1900 թվականները մեծ միսիոներության ժամանակաշրջան, որ արդեն բարեփոխված եկեղեցին հասկացավ, որ պիտի խոսքը քարոզի, եկեղեցին մի քանի հոգու անձնական շահի համար չի, որ այնտեղ գան ինչ-որ հոգևորականներ ու հարստանան, մարդիկ իրենց կյանքն էին դնում եւ խոսքն էին տարածում ամբողջ աշխարհով մեկ, իսլամական երկրներ, բուդդիստական երկրներ, այնպիսի երկրներ, որտեղ մարդու քաղաքակիրթ մարդու ոտք չէր դրվել, այդ պապուասների մեջ, մարդակերցեղերի մեջ, այս ժամանակաշրջանն է եղել, որ տարածվել է խոսքը, եւ մենք տեսնում ենք, որ գովում է Տեր Հիսուսը այս եկեղեցուն եւ ասում է դու խոսքը պահող եկեղեցի ես։ Եվ վերջին եկեղեցին, որին եկանք ու հասանք, ասում են, որ սա 1900 թվականից մինչև օրս գործող ժամանակաշրջանն է, որ Լավոդիկեի եկեղեցուն ուղղված թուղթն է սրան վերաբերվում, բայց եկեք տեսնենք, որ այս ժամանակաշրջանը ավելի շատ կոչվում է հավատքի անկման ժամանակաշրջան։ Հիշում եք Տեր Հիսուսն ինչ էր ասում էր, երբ որ մարդու որդին երկրորդ անգամ գա, արդյոք երկրի վրա հավատք կգտնի։ Եվ այս անկման ժամանակաշրջանում ես կարդամ հենց ամենասկզբից 3:14-ը եւ Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր, սա է ասում ամենը, հավատարիմ եւ ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը, գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք։ Ոչ ցուրտ ես եւ ոչ տաք։ Մի կողմից նայում եմ ոնց որ հավատացյալ լինես, մյուս կողմից նայում եմ ոնց որ անհավատ լինես։ Ոչ նա ես։ Եկեղեցի ես գալիս, գիրք ես կարդում, ոնց որ հավատացյալ ես։ Բայց նայում եմ քո խոսացածը քո տան մեջ, քո հարևանների հետ քո հարաբերությունը, ոնց որ անհավատ լինես։ Ոչ ցուրտ ես, ոչ տաք ես, գաղջ ես։ Ուրեմն որովհետև գաղջ ես, եւ ոչ տաք, եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանից։ Ոչ մի եկեղեցու այսպիսի բան չի ասել, ամենավատ եկեղեցուն էլ այսպիսի բան չէր ասել, բայց այստեղ ասում է քեզ իմ մարմնից դուրս պիտի շպրտեմ։ Ամենամեծ հանդիմանությունը գալիս է մեր ժամանակների եկեղեցուն, ամենամեծ հանդիմանությունը ուղղված է, եթե չասեմ մեր ժամանակների եկեղեցուն, ես ուզում եմ մեր ականջը բաց լինի Տիրոջ խոսքի համար, ամենամեծ հանդիմանությունը գալիս է ինձ եւ քեզ, եթե մենք գաղջ ենք։ Որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ եւ մեծացա եւ ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, թե դու թշվառ ես,
ողորմելի եւ աղքատ եւ կույր եւ մերկ։ Այս եկեղեցին կարծում եմ, որ ինքը լավ եկեղեցի է։ Այս եկեղեցին կարծում եմ, որ ինքը ճիշտ եկեղեցի է։ Եկեք այսօր նայենք մեր շրջապատը։ Ոչ ոք իր թերությունները չի տեսնում։ Բոլորը ուրիշի թերություններն են տեսնում։ Հենց եկեղեցիները առաջին հերթին եկեղեցիները սկսում են տեսնել ուրիշի աչքի փուշը, բայց չեն տեսնում իրենց աչքի գերանը։ Եվ գուցե մենք էլ բացառություն չենք այստեղ։ Եթե մենք մեր թերությունները միայն կարողանանք տեսնել, բայց մենք չենք տեսնում։ Մենք տեսնում ենք այս մյուս եկեղեցին այսպես է անում, այն մյուս եկեղեցին այնպես է անում, այն մյուսը ընդհանրապես այնպես է անում, չարժի խոսալ դրանց մասին, բայց մենք ինչն ենք սխալ անում։ Այս սրա վրա ոչ միայն մենք, այլ բոլորը չեն տեսնում իրենց սխալները։ Եվ կարծում են, թե իրենք հարուստ են, կարծում ենք, թե մեծ ենք եւ ոչ մի բանի կարոտություն չունենք։ Ոչ մի բանի կարոտ չենք։ Սակայն խոսքն ասում է, որ թշվառ, ողորմելի, աղքատ, կույր եւ մերկ այսպիսի եկեղեցին։ Ցնցող եւ սթափեցնող խոսքեր են սրանք։ Ես ուզում եմ մենք հասկանանք, ով է այս խոսքերի հեղինակը։ Սա ասում է ամենը։ Հավատարիմ եւ ճշմարիտ վկան։ Ինքը ճշմարիտ է։ Ամեն։ Որ ինքը ասում է, մենք ոչ թե պիտի մի ականջից մտնի, մի ականջից գնա, ասենք մի կիրակ էլ քարոզ լսեցինք։ Այն էլ մարտի 8-ին ես ինչ քարոզեր ես հովիվը խոսած։ Ոչ, մենք պիտի փոխվենք, որովհետև Տերը խրատ է տալիս։ Այսքան ասելուց հետո ասում է խրատ ունեմ ձեզ։ Չի ասում ձեզ շանս չկա վերջ, ասում է խրատ ունեմ, եթե խրատս լսեք, այն օր երգում էինք, հրաշալի կերպով երգում էինք երկնային Երուսաղեմի մասին։ Տերը քաղաք է պատրաստել մեզ համար։ Հրաշալի քաղաք, որտեղ բոլոր փրկվածներն են բնակվելու։ Երկնքում ոսկե քաղաք։ Միայն կարդակ այդ քաղաքի նկարագրությունը հրաշալի է։ Միայն այն փաստ ասում է այդ քաղաքը արեգակի կարիք չի լինելու, որտեղ այդ քաղաքում լույսի աղբյուրը ինքն է այդտեղ բնակվելու, մեր Տեր Հիսուսը իր ներկայությունը այդտեղ արդեն լուսավորելու է ամբողջ քաղաքը, այսպես գրված Աստվածաշնչի մեջ, եւ ես հավատում եմ այս խոսքերին, եւ ինձ ու քեզ միայն մի բան, եթե մենք մեր կյանքում մեկ նպատակ դնենք, չգիտեմ ինչ նպատակներ դու ունես քո կյանքում, ինչի հետ է կապված, ընտանիքի հետ է կապված, ֆինանսների հետ է կապված, երեխեքի հետ է կապված, թե առողջության հետ է կապված, ինչ նպատակ ունես, լսեք, եթե մենք մի նպատակ միայն կարողանանք իրագործել այս կյանքում, եւ այդ նպատակի անունն է հասնել երկնային Երուսաղեմ։ Եթե մենք կարողանանք սա անենք, մնացեք ձեր կյանքը երջանիկ կյանքա լինելու։ Հասնել երկնային Երուսաղեմ եւ Տերը գիտի, որ եթե այսպես շարունակենք, եթե մեզանից շատերը այսպես շարունակեն, ինչպես այսօրը։ Ում համար եմ ես քարոզում։ Եթե շատերը շարունակենք այնպես, ինչպես այսօրը, մենք չենք հասնելու այդ քաղաքը։ Որովհետև մի հատ քամիա փչում, թուլանում ենք, մի հատ անձրև է գալիս, մեր տունը փլվում է։ Խրատ եմ տալիս ձեզ։ Ինչ խրատ։ Երեք բան ասում ես խրատի մեջ, եկեք 18-րդ խոսքը մեկ անգամ էլ կարդանք։ Ես խրատ եմ տալիս քեզ,
Ինձանում կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս։ Քեզ թվում էր դու հարուստ ես։ Բայց հիմա ես քեզ ասում եմ, գուցե դուք լավ մեքենաներ եք քշում։ Գուցե դուք լավ եք հագնվում։ Գուցե ձեր գրպաններում բավական գումար կա։ Գուցե ձեր եկեղեցիների բյուջեներում գումար կա, այնպիսի բաներ եք անում, որ ձեզանից առաջ այս թվարկված եկեղեցիները ի վիճակի չեն եղել անելու։ Եվ իրոք, այսօրվա եկեղեցին աղքատ չի, ցանկացած եկեղեցի։ Այսօր մարդիկ կարողանում են միսիոներներ ուղարկեն տարբեր երկրներ, պահեն այդ միսիոներներին, կարողանում են հրաշալի կառույցներ, շենքեր կառուցեն, կարողանում են աղքատներին կերակրեն, կարողանում են բարեգործական ինչ-որ միջոցառումներ անեն, բայց լսեք, սա շատ լավ է, սրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Տերն ասում է, ինձանում կրակով փորձված ոսկի առ, կրակով զտված, ուրա մեր ոսկերի եղբայրը, կրակով, եղբայրը, դեղա, չերում, թաքուն տեղ անստել չտենանք իրան, կրակով անցկացրած ոսկի առ, որ իրան մեջ կեղտ չկա, մաքրված ամբողջությամբ զտված մաքուր ոսկի առ Տիրոջից եւ դու հարուստ կլինես։ Ես ուզում եմ հասկանամ ինչ է նշանակում այս խրատը։ Ես ուզում եմ հասկանամ ինչպես ես իրանից առնեմ կամ ինչի ասում առ։ Ինչի ասում գնիր, ես բացեցի բնագիրը եւ գնիր բառն է։ Ոչ թե ես քեզ նվեր եմ տալիս սա, այլ դու ինձանից պիտի առնես դա։ Գիտեք, Տերը փրկությունը նվեր է տալիս։ Երբեք եւ ոչ մի տեղ դու չես կարա փրկությունը գործերով կամ ինչ-որ մի բանով առնես։ Մարդիկ մտածում են, ես լավություն անեմ նրան Աստված իմ մեղքերը կների։ Չկա այդպիսի բան։ Ես, չգիտեմ, տունս ծախեմ բաժանեմ աղքատներին երկինք կգնամ։ Չկա այդպիսի բան։ Չկա։ Դու չես կարա փրկությունը առնես, գործերով փրկություն չկա։ Փրկությունը հավատքով է եւ Տիրոջ պարգևն է, Տիրոջ շնորհն է դա, նվերն է դա։ Բայց այստեղ ուրիշ բան է ասում։ Ասում է լսիր, ինձանում կրակով փորձված, ինձանից կրակով փորձված ոսկի առ։ Երկրորդը ասում է սպիտակ հանդերձներ առ, որ հագնես եւ քո մերկության ամոթը չերևա, եւ երրորդը ասում է դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Ինչու գնել, ինչու ոչ ձրի։ Բաներ կա, որ մենք պիտի գին վճարենք, որ ունենանք Քրիստոսի մեջ։ Օրինակ այս հրաշալի խոսքը, որ այստեղ գրած է, Ղուկաս 9:23, եթե մեկը կամենում է իմ հետևից գա, ինչ պիտի անի։ Վճարելու բան կա։ Մենք Տիրոջը փող վճարելով չենք կարա, բայց վճարելու բան կա։ Ասում է թող իր անձը ուրանա, իր խաչը վերցնի եւ իմ հետևից գա։ Եթե դու այդ գինը պատրաստ չես վճարել, որ քո անձը ուրանաս, քո շահը, քո եսը ուրանաս, քո ցանկությունները մի կողմ դնես եւ պատրաստ լինես Քրիստոսի համար կյանքը դնել, եթե դու այդ գինը չես կարող վճարես, դու արժան չես իր հետևորդը կոչվել։ Առայժմ, քանի դեռ չես կարող։ Դրա համար մենք պիտի կարողանանք գին վճարել։ Կրակում փորձված ոսկի։ Ինչպես առնենք այս ոսկին։ Ով է ուզում Տիրոջ խրատը լսի եւ այս ոսկին առնի իրանից։ Ուզում եք։ Ինչպես առնենք կրակում փորձված ոսկի։ Ինչ է սա նշանակում։ Ուզում ենք քեզ հնազանդվել Տեր։ Այդպես խրատ է տալիս Տերը։ Ինքը բացատրության կարիք ունի։ Խրատ է տալիս, ասում է ինձանից կրակում փորձված ոսկի առ։ Ես էլ ուզում եմ հնազանդվեմ։ Ինչպես Տեր։ Սովորեցրում ես։ Եկեք բացենք առաջին Կորինթացիս
3-րդ գլուխ եւ ընթերցենք 12-ից 14 խոսքերը։ Եթե մեկը այս հիմքի վրա շինի ոսկե, արծաթ եւ ազնիվ քարեր, փայտ, խոտ, եղեգ, ամեն մեկի գործը պիտի հայտնվի, որ օրը կերևացնի, որովհետև կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկի գործը ինչպես է, կրակը պիտի փորձի։ Եթե մեկի գործը, որ շինեց, հաստատ մնա, վարձ կառնի։ Եթե մեկի գործը այրվի, վնաս կքաշի, բայց ինքը կապրի, այլ այնպես, ինչպես թե կրակով։ Ինչ ասում դեր, ասում ամեն մեկի գործերը նմանեցրեց մեկինը ոսկու, արծաթի եւ թանկարժեք քարերի, մյուսի գործերը նմանեցրեց փայտի, եղեգի եւ խոտի։ Տերն ասում է ինձանից կրակով փորձված ոսկի առ։ Սա մեր գործերի հետ կապ ունի։ Ինչպիսին են քո գործերը։ Կրակով անցնելու է սա։ Հիմա եթե երկինք գնալուց պատկերացրեք, լավ բեռնված սենց վեշերով, տեսել եք ոնց են գնում արտասահման։ Այն որ տեղ ծախել են ու գնում են, տեսել եք։ Այդտենց մենք ստեղ թողելու ենք ամեն ինչ, մեր գործերը, որ գործել ենք մեր հետ, այդտենց բռնելու ենք, կամ չգիտեմ, շալակելու ենք ու գնալու ենք։ Գնալու ենք, էլ հետ չեն գալու ստեղ։ Գնալու ենք այնտեղ։ Բայց այնտեղ մի բանի միջով ենք անցկացնելու, այդ ասում են, տեսել եք, որ սկան են անում, չէ, ինչ են ասում էդի։ Ռենգենյան ճառագայթներով, որ անցկացնում են, մեջը նայում են, ինչ կա չկա։ Տեսել եք, դա ինքնաթիռ նստելուց առաջ ստուգում են, որ չտանեք այնտեղ, ոչ մի ավելորդ բան, ասենք, հրացան կամ բենզին կամ տես պայթուցիկ նյութեր, չտանեք, իրանք ստուգում են։ Այ երկնքում տես մի հատ սարք կա, բայց ոչ թե ստուգում է, ինչ է, այլ կրակով անցկացնում է այդ ամեն ինչը։ Հիմա պատկերացրեք, որ ձեր վեշերը, ասենք գնում եք ինչ-որ տեղ ձեր վեշերը, ձեր պայուսակը անցկացնում են ու կրակով են անցկացնում, ինչ կմնա։ Չէ, երկաթեղենը կմնա։ Չէ, ասենք պայուսակի պետլիները կմնա, պայուսակի, էլ ինչ կմնա։ Եթե ոսկի մատանի դրած լնես մեջը, կմնա ոսկի մատանին։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ես չգիտեմ երկնքում տենց է լինելու թե չէ, բայց գիրքը ասում է, ամեն բան կրակով փորձվելու է։ Եվ այն գործերը, որոնք որ ոսկի էին, արծաթ եւ թանկարժեք քարեր, սրանք մնալու են։ Իսկ որոնք են դրանք։ Իսկ որոնք են նրանք, որ խոտ են, փայտ եւ եղեգ։ Բոլոր ժամանակավոր գործերը, բոլոր այս աշխարհի, այս ժամանակավորի հետ կապված։ Օրինակ դու շատ բան ես արել, օրինակ շատ տանջվել ես, որ գեղեցիկ տուն ունենաս։ Քո կյանքի օրինակի համար եմ ասում, 10 տարին աշխատել ես, որ գեղեցիկ տուն ունենաս։ Առավոտից իրիկունը աշխատել ես։ Դա հավիտենական է, թե ժամանակավոր։ Սա այրվելու է։ Ես չեմ ասում պետք չի տուն ունենալ։ Ես ասում եմ, այս գործը ստեղի համար է։ Սա այրվելու է, սա երկինք չի մտնելու։ Իսկ եթե եւս 10 տարի աշխատել ես, արդեն տուն ունեիր, 10 տարի աշխատել ես, ինչ որ քո ընտանիքի համար է, պահել ես, մնացածը մանկատան երեխեքին ես կերակրել։ Սա ժամանակավոր է, թե հավիտենական։ Եթե դու քո ունակությունները դրել ես 100 հոգու փրկության ես առաջնորդել, սա ժամանակավոր է, թե հավիտենական։ Հասկանում եք, մեր գործերը, Տերն ասում էր, երկնքում գանձեր դիզեք։
կրակում փորձված ոսկին, դա երկնքում դիզած գանձերն է։ Տերն ասում է, այսպես արեք, որ իրապես հարուստ լինեք։ Թե ձեր եկեղեցու բյուջեում ինչքան փող կա, ես լուրջ բան եմ ասում, եւ շատ եկեղեցիների, եւ մեզանից սկսած, թե մեր եկեղեցու բյուջեում ինչքան փող կա, դա չի ցույց տալիս սա հարուստ եկեղեցի է, թե ոչ։ Որքան գումարն է գնում հավիտենական արժեքների վրա, որքան գումարն է գնում երկնքում գանձեր դիզելուն, այս սա է ցույց տալիս այդ եկեղեցին հարուստ եկեղեցի է, թե ոչ։ Հիմա եկեղեցին թողենք, հիմա վերցնենք մեզ, թե որքան գումար է մտնում մեր գրպանը, մեր դրամապանակը, սա չի ցույց տալիս դու հարուստ ես, թե ոչ։ Դրա համար Տիրոջ աչքերին շատ հարուստներ, այսօր որ դուք նայում եք, ասում եք, վայ, երանի սրան։ Հələ տենում ես, ինչ էլ վատ կյանք է ապրում, բայց տենում ես ոնց հարուստ է։ Բայց գիտեք, չէ՞ մենք մեղադրում։ Վերև ենք մեղադրում։ Ասում եք, տենում եք ինչ անարդար է։ Ես սենց արդար ապրում եմ, հարուստ չեմ, բայց էսի այսենց գրփող չրփողը ներողություն ես արտահայտության ես համար։ Լավ էլ ապրում է։ Տերը նայում է վերևից, ասում է, վայ քեզ, որ քո աչքերը կույր են, այսը կհասնենք այդտեղ։ Դու չես տեսնում, որ այդ լիքը գրպաններով մարդը, որ ստեղ պալատներ ունի, ամենաաղքատն է։ Իսկ այն, որ իր վերջին լուման դրեց եկեղեցու կարիքի համար, իսկ այն, որ ուտելու հացը չի հերիքացնում, բայց իր ուշք ու միտքը, ինչ որ մեկին այցելել, օգնել, աջակցել, սա նրանից հարուստ է, երկնքում կտեսնեք դա։ Անհավատ մարդը ասում է, երկնքում ինչի սա պետք ստեղ լինի։ Այս մարդը երկինք չի էլ գնա։ Իսկ հավատացյալն ասում է, Տեր ջան, քո խոսքն ասում է, կրակում փորձված ոսկի, ես սա եմ վերցնում։ Տերն ասում է, վերջին օրերի եկեղեցի, լսիր իմ խրատը, կրակում փորձված ոսկի առ ինձանից, որ հարուստ լինես։ Մենք կարիք ունենք հարստանալու։ Ոչ այս աշխարհի սկզբունքների պես, մենք կարիք ունենք հարստանալու։ Լավ էր այսօր միկրոֆոններով էր փառաբանությունը։ Տերը գիտի, սա պետքական է, սա հետո մեր մեծ դահլիճում պետքական է։ Լսեք, Տերը գիտի, այս ում զոհաբերությունների արդյունքներ սա։ Այս երկու միկրոֆոնին մենք տվել ենք 55,000 դրամ, իրանք թանկ են։ Սա ձեր և իմ կատարած զոհաբերություններով է կմվել։ Եվ մենք շատ բաներ ենք գնելու։ Եվ Տերը գիտի, ով է հարուստը։ Այն որ մենք զոհաբերություն ենք անում եկեղեցում։ Տերը գիտի, ով է հարուստը, ով է աղքատը։ Ով ինչքանից գցեց այդտեղ։ Ով իր ինչ բաժինը հատկացրեց եկեղեցու կարիքների համար։ Տերը գիտի սա։ Եվ ասում է, լսեք, ինձանից կրակում փորձված ոսկի առեք, մնացած բաները, թե այդ օրը միս կերար, թե չկերար, էսի հավիտենական է, թե ժամանակավոր, թե ինչպիսի զարդ կրեցիր, ինչով զարմացրեցիր քո հարևանին, սա ժամանակավոր է, բայց այ որ Աստծուն զարմացնես, այ որ դու Աստծուն զարմացնես քո ողորմություններով, որ դու նստում, աղոթում ու խնդրում ես Աստծուց, ես լուրջ հայտնություն եմ ասում ինձ և ձեզ, շուտով պատգամ կլսեք ողորմության մասին, շուտով, որովհետև ողորմության մասին մենք քիչ ենք խոսում և մենք ողորմություն պատկերացնում ենք այն, որ ինչ-որ մեկը գալիս է ու ձեռքը պարզում է ու դու չգիտես ինքը հարբեցող է, հարբեցող չի, սրան տամ թե չտամ, մենք ողորմությունը սա ենք պատկերացնում, ողորմությունը հրաշալի մի բան է։ Եվ ես ասեմ ձեզ, մարդիկ կան,
Եվ հուսով եմ կլինեն նաև այստեղ, որ իրենց աղոթքների մեջ կխնդրեն Աստծուն, կասեն. Տեր, ես որոշում եմ կայացրել, որ իմ 10-որդից պակաս չպիտի լինի իմ ողորմությունը։ Եվ աղոթես առավոտ ու իրիկուն, որ Տերը քեզ հայտնություն տա իր հոգով, թե ձեր գյուղի որ ընտանիքն է, որ կարիք ունի այդ գումարին։ Գուցե մի ընտանիք կարիք ունի 10 կիլոգրամ ալյուրի։ Առավոտից իրիկուն, մինչև Տերը կհայտնի։ Գուցե քո հին ընկերներից մեկը նեղության մեջ է ու դուք շատ վաղուց իր հետ կապ չունեք։ Ու դու գիտես, լավ, դու չես մեռնի, եթե ամիսը ապրում ես օրինակի համար, ենթադրենք 80,000 դրամով, որ 8,000 դրամ ենթադրենք եմ ասում։ Կարող մեկը 4-ը հատկացնում, մեկը 2-ը հատկացնում, բայց պարբերաբար ամեն ամիս Տեր, ես ում պիտի ուղղեմ այս գումարը, ում կարիքին պիտի գնասա։ Ու արդեն ոչ թե ողորմությունը դառնում է այն, որ քեզանից 200 դրամ է ուզում ու դու 50 դրամ ես տալիս կամ չես տալիս, սա չի ողորմությունը։ Ողորմությունը այն է, որ դու աղոթքի մեջ փնտրում ես մեկին, որ Սուրբ Հոգին առաջնորդի եւ դու օգնես իրան։ Սա կրակում փորձված ոսկին է։ Հարուստ ես դու։ Հարուստ ես, կապ չունի 1000 դրամ ես հատկացնում, 50 դրամ ես հատկացնում, քո ունեցածի չափով ողորմությանը հատկացրեցիր, դու հարուստ ես։ Դու ոսկի ունես, երկնքից եկած ոսկի։ Քո գործերը, հələ պատկերացրեք, եթե ամեն ամիս մինչև այստեղից գնալ, ինչքան եք պլանավորում այստեղ ապրել։ Հələ պատկերացրեք, այդքան ամիս դու բարիք անես մարդկանց։ Ինչ հրաշալի գանձեր ես ունենալու երկնքում։ Եվ կապ չունի, որ դու կարիքի մեջ ես։ Կապ չունի դա։ 2 լուման հիշեք այն կնոջ։ Տերը ասեց ամենահարուստը ձեր միջի։ Այլ խոսքերով, իր խոսքերով ամենաշատը ինքը տվեց։ Կապ չունի քանակը։ Մենք հիմա հասկացանք, գոնե հասկացանք ինչ է նշանակում, որ այդ խրատը, որ Տերը ասում է ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարուստ լինես։ Հասկացանք այս խրատը, թե չէ։ Հիմա սա վերջին ժամանակների եկեղեցին եմ ասում, քեզ թվում է, որ դու հարուստ ես, ոչ, դու թշվառ ես եւ ողորմելի։ Իսկ ես ուզում եմ դու հարուստ լինես։ Ահա ինձանից կրակում փորձված ոսկի առ։ Հակոբոսի թուղթ 5-րդ գլուխ 3-րդ խոսք։ Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած, նրանց ժանգը վկա կլինի ձեզ դեմ, եւ ձեր միսերը կուտի կրակի նման, բայց դուք գանձեր դիզեք հետին օրերում։ Գանձեր դիզեք այն օրվա համար։ Մարդիկ կան կուտակում են սև օրվա համար, ես իրանց կուտակածը իրանց դեմ վկայություն տալու։ Սա Աստված օրհնել էր, որ այս մարդիկ ոսկու վերած են, երկնային գանձերի վերած են։ Իրանք դա վերածեցին ժամանակավոր հաճույքների կամ պահեցին եւ այդ ժանգը իրանց դեմ խոսալու է երկնքում։ Երբ որ Եբրայեցիների թղթի 11-րդ գլուխը, գիտեք, հավատքի գլուխ է կոչվում, երբ որ խոսվում է 26-րդ խոսքում Մովսեսի մասին, գրված է, որ ավելի մեծ հարստություն համարեց Քրիստոսի նախատինքը, քան եգիպտացիների հարուստ գանձերը։ Մեծ հարստություն Քրիստոսի նախատինքը։ Քրիստոսի համար նախատվելը։ Որովհետև աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Մեր արածներին հատուցում կա երկնքում։ Մեր արածները վարձք կա։ Հավատում եք սրան։ Եթե հավատում եք, ուրեմն եկեք կրակով փորձված ոսկի առնենք մեր Տիրոջից։ Այնտեղ վարձք կա։
այնտեղ գանձեր կա։ Երկրորդ խրատը։ Սպիտակ հանդերձներ։ Տերն ասում է, սպիտակ հանդերձներ առեք ինձանից, որ հագնեք եւ ձեր մերկության ամոթը չերևա։ Գիտեք, այս եկեղեցին չի տեսնում այդ ամոթը։ Կույր մարդը գիտի ինչ է ամոթը։ Կույր մարդը գիտի ինչ է մերկություն։ Պատկերացրեք, իծն է կույրը։ Ինչ գիտի, ինչ է մերկ ամոթ, մերկության ամոթ։ Ինքը չի տեսել, ինքը չի էլ պատկերացնում դա։ Եվ մենք հոգևոր աշխարհում այսպիսի կույր իրավիճակի մեջ ենք։ Ոչ թե մենք մեղավոր ենք դրա համար։ Մենք ուղղակի Տերն ասում է, լսեք, այն շորերը, որ դուք հագնում եք, դուք չեք տեսնում, որ դա ձեզ չի ծածկում։ Այսօր շատ տարածված է, չէ՞, այս ամառը գալիս, մարդիկ շոր են հագնում ու չեն հասկանում, որ այդ շորը իրանց չի ծածկել։ Այ հոգևոր կյանքում շատ հոգևորներ իրենց հանդերձները հոգևոր, իրենց ամոթը չեն ծածկում։ Եվ Տերը խրատ է ասում է ինձանից սպիտակ հանդերձ առեք, որ հագնեք եւ ձեր մերկության ամոթը չերևա։ Ինչ է սա նշանակում։ Ուզում ենք քեզ հնազանդվել, Տեր, եթե դու մեզ խրատ ես տալիս, մենք ուզում ենք հնազանդվել քեզ։ Սովորեցնում ես, ինչ է սա նշանակում։ Հայտնություն 19:8-ում կարդում ենք, որ բեհեզը, այդ սպիտակ հանդերձը, դա սուրբերի արդարությունն է։ Ոնց որ հիմա այս կաշճում ինձ լավ փակել է, ծածկել է ու տաքացնում է։ Այնպես հավատքի կյանքում արդարությունն է, որ քեզ սպիտակ հանդերձ է։ Հիշում եք, խոսքը խոսում է հարսանիքի զգեստի մասին։ Մատթեոս 22:11-12-ում, որ Տերը գալիս է հարսանիքի ժամանակ եւ տեսնում է մի մարդ նստած առանց հարսանիքի հանդերձի։ Ասում է քեզ ով թողեց ստեղ, ու հանում են այդ մարդուն գցում են եւ ասում է իրանք գցեցին դրսի խավարը, որտեղ լացն էր եւ ատամների կրճտյունը։ Իսկ մենք գիտենք լացն ու ատամների կրճտյունը դա դժոխքն է։ Թեկուզ եկել էր, հասել էր այնտեղ, բայց ասացին, ուր է քո հարսանիքի շորերը։ Այս ով է քեզ թողել, այս կեղտոտ շորերով մտնես թագավորի հարսանիքին։ Ով, դա անարգանք է թագավորին։ Հռոմեացիներ 6:16-ն ասում է, չգիտեք թե ում ձեր անձերը ծառա եք անում նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որ հնազանդվում եք, թե մեղքին դեպի մահ եւ թե հնազանդությանը դեպի արդարություն։ Ում եք ծառա մեղքին, լսեք, շատ մարդիկ կան, ինչպես խոսքն էր ասում է, իրանց թվում է, թե իրան կարգին հավատացյալ է։ Մեղքը թաքուն է, եկեղեցում ամեն ինչ նորմալ։ Մեղքը ընտանիքում է, եկեղեցում ամեն ինչ նորմալ։ Բայց դուք չգիտեք, որ հոգևոր աշխարհում ձեր գործած ամեն մի թաքուն մեղքը մի հատ մեծ բիծ է գալիս, մի հատ մեծ լաքա ձեր սպիտակ հանդերձի վրա, որ Քրիստոս տվել է ձեզ։ Մտքի մեջ ով կարա իմանա մարդու մտքի մեջ ինչեր է կատարվում։ Միայն Աստված։ Բայց լսեք, մենք բացես հանդերձները ունենք հոգևոր հանդերձներ։ Երբ որ մեր մտքի մեջ ինչ-որ մի վատ պիղծ բան է գալիս, երբ որ մի պիղծ միտք պատկերացրեցինք, մեկին վատը կամեցանք, մեկին նախանձեցինք, մեկից չարախոսեցինք մեր մտքի մեջ, հոգևոր աշխարհում հրեշտակները տեսնում են, որ իրանք մեր մտքերը չեն կարդում, բայց իրանք տեսնում են, որ մեր հանդերձները հոգևոր
սկսեցին կեղտոտվել, սկսեցին պատրվել, ու մարդը տեսնում է, մարդը չէ, հրեշտակները տեսնում են, մարդը գալիս է եկեղեցի, բայց իր հանդերձները պատրված են, խրատ, տիրոջից խրատ ատալիս մեզ, ինձանից սպիտակ հանդերձներ արեք, ես ունեմ ձեզ համար, ես պատրաստել եմ ձեզ համար, ես չեմ ուզում դուք մեղքին հնազանդվեք, որ մահվան հետևանքը գա, մահը գա և մեղքի ծառա լինեք, այլ հնազանդվեք ինձ, իմ խոսքին, որ արդարություն ա բերում, սպիտակ բեհեզի ինչն էր, սուրբերի արդարությունը, արդարությունը ծածկում է հոգևոր մերկությունը, երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին, հանկարծ հայտնաբերեցին, որ իրանց հոգևոր հանդերձը գնաց իրանց վրայից և հասկացան, որ իրանք մերկ են և ինչով սկսեցին ծածկել թզի տերևներով սկսեցին ծածկվել, տերևներով ինչքան պիտի ծածկվես, մի հատ քամի կփչի, այդ տերևները կփախցնի քո վրայից, Տերը զոհարեց, գրված ա, որ մի խոյ մորթեց և հանդերձից և կաշվից հանդերձ սարքեց և հագցրեց նրանց և այսօր Քրիստոսը զոհարել և արդարությունը Քրիստոսի, որ տվել ա մեզ, դա մեր սպիտակ հանդերձներն ա, Կողոսացիս 3 գլուխ 10-14 խոսքերը Եվ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով, իր ստեղծողի պատկերի պես, որ ոչ հույն կա և ոչ հրյա, ոչ թլպատություն, ոչ անթլպատություն, խուժ, դուժ, սկյութացի, ծառա, ազատ, բայց Քրիստոսն է ամենը ամենի մեջ, ուրեմն հագեք, ինչպես Աստծո ընտրվածներ, սուրբեր և սիրելիներ, հիմա նայեք ինչ ասում հագեք, նայեք, կարաք հագնեք սա, ողորմասիրտ գթածություն, քաղցրություն հագեք, խոնարհություն հագեք, հեզություն հագեք, երկայնամտություն հագեք, իրար համբերեք, իրար ներեք, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոս ձեզ ներեց, այնպես էլ դուք իրար ներեք, և այս ամենի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է, և Աստծո խաղաղությունը կիշխի ձեր սրտերում, որի մեջ էլ կանչվեցաք մեկ մարմնով և գոհացող եղեք։ Ինչ հագնենք, որ մեր հոգևոր մերկությունը չերևա։ Սրանք արդարության գործերն են, գթած, ողորմասիրտ գթածություն, սա արդարության գործը։ Քաղցրություն, լսեք, իրար հետ քաղցր եղեք, իրար հետ հարգանքով եղեք։ Սովորացրեք ձեր երեխաներին, որ ձեզ անունով չդիմեն։ Երբ որ ձեր հովվին էլ դիմում եք, հարմար եղբայր ասեք։ Ես դրանից շատ ինձ պագոններս չի ավելանա, ոչ էլ կպակասի դրանից, բայց սովորեք պատվել հասարակ բաների մեջ։ Չեմ ասում իմ ծնողները կամ իմ քույրը, չնայած իմ կինը արդեն արման եղբայր անձի ասում։ Կատակ եմ անում։ Քաղցրություն, իրար հետ քաղցր եղեք, քաղցր եղեք ձեր հետ դառը լինողների հետ։ Տեսեք, մեկը դառն է, պատկերացրեք, մեկը կեղտոտ շորերով գալիս է ու ասում է, արի իրար հետ բարբա կպնենք։ Հիմա դու էլ փոխանակ ասես, չէ, իմ շորերը մաքուր է, ինքը քեզ բրդում է մի հատ սենց, դու ասում ես, դե արի, ու հետո ինչ հալնում վերջը, քո սպիտակ շորերը, իրան առանց էլ կեղտոտ էր։
քո սպիտակ շորերը ամբողջությամբ քրքրվում է ու կեղտոտվում է։ Հիմա եթե մեկը ձեր հետ դառնությամբ է խոսում, այդ նույն բանն է։ Դու իրան քաղցրությամբ ասա։ Ինքը դառնություն, դու քաղցրություն, ինքը դառնություն, դու քաղցրություն։ Ես իմ զգեստով տեղ ունեմ գնալու։ Հարսանիք եմ հրավիրված։ Ես քո հետ իմ զգեստը կեղտոտելու ոչ ժամանակ ունեմ, ոչ հավես ունեմ։ Հիմա հասկանում եք, եթե մեկը ձեզ բամբասում է, մի բամբասեք։ Ես տեղ ունեմ գնալու, իմ շորերը պիտի մաքուր պահեմ, փեսան ամեն օր կարող է գա իմ հետևից, ես ժամանակ չունեմ։ Խանութում մեկը ձեզ խաբում է, ոչինչ, լսեք, գրված է, եթե մեկը բաշկորը տահան, շապիկը դել հանի դուր, ոչինչ, եթե մեկը քեզ բռնում է, ստիպում է մի կիլոմետր գնաս իր այդ, որ իր ճամփեն ցույց տաս, երկրորդն էլ քո ազատ կամքով գնա, բայց հանդերձներդ չկեղտոտես, ինչ հագնենք, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, համբերենք իրար, Տերը գիտեր, որ համբերելու ենք, ավելի ճիշտ սենց ասեմ, ոչ թե համբերելու ենք, այլ համբերելու բաներ ենք, այսինքն համբերելու կարիք է լինելու, որովհետև թեկուզ եկեղեցու մեջ, թեկուզ ընտանիքի մեջ, լիքը բաներ է լինելու, այն որ ասում է ոչ մեկ հալած յուղ չի, էդի տենց է, հիմա ասում է համբերեք իրար, ընդեղ են մեր տանը երկնքում, սրա կարիքը չի լինելու, իսկ քանի դեռ չարը էստեղ է, փորձելու է ամեն միաբանություն խախտի, քանդի, լինի դա եկեղեցին, լինի դա ընտանիքը, լինի դա երկիրը, հենց որ մի քանի հոգի իրար հետ լավ են, չարը գալու է ու իրանց իրար դեմը հանելու, որովհետև ինքը վախենում է միաբանությունից։ Տերն էլ ասում է ոչինչ, միաբանությունը չկորցնեք, այն մեկը ինչ որ բան է անում, ոչինչ, համբերեք իրար։ Իրար ներեք, ինչպես Քրիստոս ձեզ ներեց։ Եվ այս ամենի վրա հագեք, գիտեք, այն որ զգեստը հագնում են վրայից սիրուն ասեղնագործած ինչ որ բան են գցում, չէ՞, տենց գեղեցիկ։ Ասում այս ամենի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է։ Ինչ հագնենք։ Տերն ասում էր ինձանից սպիտակ հանդերձներ վերցրեք, որ ձեր մերկության ամոթը ծածկվի։ Ինչպես, ինչով վճարենք այս հանդերձի համար, ասում էր առեք ինձանից, չկեղտոտելը, երբ որ շատ մեծ գայթակղություն է, որ դու մտնես պայքարի մեջ, Տերն ասում է մի կեղտոտի հանդերձդ, չփնտրես քո շահը, չփնտրես քո ցանկությունը, արդար կյանք ապրես, շահի համար չծռես Աստծո օրենքը, քո ապահովության համար չծռես Աստծո օրենքը, քո երեխեքի համար չծռես Աստծո օրենքը, ոչ մի բանի համար չծռես Աստծո օրենքը, արդար կյանք ապրես, մարդկանց առաջ ուղիղ լինես, Աստծո առաջ ուղիղ լինես, չփնտրես քո հեղինակությունը, չփնտրեք այս եկեղեցու հեղինակությունը, ես որպես այս եկեղեցու հովիվ ասում եմ ձեզ, չփնտրեք այս եկեղեցու հեղինակությունը, փնտրեք Քրիստոսի հեղինակությունը, չփնտրեք ձեր հովվի հեղինակությունը, փնտրեք Քրիստոսի հեղինակությունը, չփնտրեք ձեր հեղինակությունը, որ մեր անունը բարձրանա, փնտրեք Քրիստոսի հեղինակությունը և մեր հանդերձները սպիտակ կլինեն, ոչ մի բիծ չի լինի, լսեք, հենց հիմա հայտնություն եմ ստանում Տիրոջից, եթե մենք այսօր, այստեղ, բոլորս հարսանիքի հանդերձով լինեինք, Փեսան այստեղ հարսանիք էր անելու։ Մենք արթնություն ենք ուզում ենք Տիրոջ զորությունը գործի, սա հարսանիքն է։ Հիշում եք ինչ էր ասում Տերը, հիշում եք, ասում էր, քանի Փեսան հարսանքավորների հետ է, ուտելու են, խմելու և ուրախանալու, ինքը որ երկրի վրա էր, զորությունները հրաշալի կերպով գործում էին, ինքը որ գնաց երկրից, զորությունները շարունակեցին գործել, որովհետև հարսանքավորները իրենց զգեստները չէին փոխել կեղտոտ զգեստների։
Իսկ ես եկեղեցուն Տերը խրատ է տալիս ինձանից սպիտակ հանդերձներ առ։ Չգիտեմ, ով ինչ ստացավ այստեղից, բայց ես շատ բան ստացա։ Երրորդը, Տերն ասում է դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Մատթեոսի 6:22-23-ը եկեք միասին ընթերցենք Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 22 եւ 23 խոսքեր։ Մարմնի ճրագը աչքն է։ Եթե քո աչքը պարզ լինի, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ Բայց եթե քո աչքը չար լինի, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Մարմնի ճրագը աչքն է։ Տերը ուզում է մեզ խավարից հանի։ Ասում է ինձանից դեղ վերցրա եւ աչքերիդ դիր, որ բժշկվես, որ տեսնես։ Հիշում եք Պողոս առաքյալի ապաշխարությունը։ Պողոս առաքյալը, որ սողոս էր մինչև այդ, ճանապարհին լույս է տեսնում եւ Տերն է երկնքից խոսում իր հետ եւ Կուրանում է։ Եվ գալիս է ու ծոմի ու աղոթքի մեջ է լինում այնքան ժամանակ, մինչև Անանիա անունով մեկը գալիս է ու ձեռքերը դնում է իր վրա, աղոթում է եւ գրված է, որ Գործք 9:18-ում, որ շուտով նրա աչքերից թեփերի պես բան վայր ընկավ եւ ինքը սկսեց տեսնել։ Եւ հենց Պողոս առաքյալը, որ արդեն գրում է մյուս իսրայելացիների մասին, 2 Կորինթացիս 3 գլուխ 15-16 խոսքերում ասում է, որ իրանք մինչև այսօր Մովսեսին կարդում են, բայց իրանց աչքերը չեն տեսնում։ Կարդում են Սուրբ Գիրքը, բայց չեն հասկանում, որտեղ աչքերին քող կա։ Հիմա Տերը մեզ ասում է, որ քող կա ձեր աչքերը լավ չի տեսնում։ Եվ Պողոս առաքյալը, որ խոսում է, ասում է, բայց երբ որ դեպի Տերը դառնան, այն քողը վեր կառնվի նրանց աչքերից։ Երբ որ դեպի Տերը դառնանք, մեր աչքերից քողը վեր կառնվի։ Իսկ ի՞նչ է այդ քողը։ Ինչին է խանգարում, որ մենք տեսնենք։ Մենք չենք տեսնում մեր առաջին հերթին, չենք տեսնում մեր իրական հոգևոր վիճակը։ Սա շատ վտանգավոր է։ Մեզ թվում է, թե մենք կարգին հոգևոր ենք, մեզ էլ ստեղից փառաբանության խումբ առաջնորդում ասում է, դավանիր, որ երկինք ես գնալու, ուրախ ենք, որ երկինք են գնալու, երգում ենք, ուրախ ենք, երկինք են գնալու, Տեր, մեզ համար պատրաստել ես, բայց դու չես տեսնում, որ դա քո համար չի։ Եթե դու տենց շարունակես, հոգևոր իրականությունը չես տեսնում։ Տերն ասում է, դեղ դիր աչքերիդ, որ տեսնես, ախր ես երկինքը, ճանապարհը պատրաստել եմ, բայց դու լրիվ ուրիշ ուղղությամբ ես գնում։ Դու չես հասնի երկինք, ուղղությունդ փոխիր։ Հասկանում եք, դեղը շատ կարևոր է, որ մենք սկսենք տեսնել։ Ամեն մեկը կարծում է, որ ինքը ճիշտ ուղղությամբ է գնում։ Բա որ հանկարծ հայտնաբերես, որ սխալ ուղղությամբ ես գնում։ Ու չհասնես այնտեղ։ Գիտես ուր ես հասնելու։ Սա շատ վտանգավոր է, գիտես ուր ես հասնելու։ Հավիտենական տանջանք ասածը մենակ բառերով չես կարա պատկերացնես։ Դրա համար դեղ է պետք, որ մենք դնենք մեր աչքերին, առաջի հերթին մեր աչքերը, որ բացվեց, կտեսնենք մեր իրական հոգևոր վիճակը, ինչպիսին ենք մենք։ Դեղ է պետք մեր աչքերին, որ ճիշտ գնահատական տանք մեր վիճակը, որ ճիշտ ճանապարհով քայլենք։ Տեր Հիսուսի պահանջն այդ խրատն է, որ շտկվի մեր ճանապարհը, որ մենք հասկանանք, նայեք, պատկերացրեք մի բան, մի օրինակ։ Ինքը մեր զորահրամանատարն է, ճիշտ է։ Մենք էլ իր զորքն ենք։ Հիմա զորքը, քանի որ կույրը չի տեսնում, որ թշնամին այն կողմից գալիս է։ Տերն ասում է, լսեք, հələ մինչև իրանց դեմ պայքարելը մի հատ դեղ դիր աչքերիդ, որ հոգևոր իրականությունը տեսնես։ Որ տեսնես, որ այս ֆիլմը նայում ես, թշնամին մտնում է քո տուն։ Որ տեսնես, որ ես ինչ հարևանի հետ բամբասում ես,
Թշնամին անեծքը, հիվանդությունը գալիս է քո տուն, անհաջողությունը գալիս է քո տուն։ Որ ես ինչ մեղքը գործեցիր, սա կարող է այս հիվանդությունը բերի։ Որ ես ինչ մեկին չներեցիր, սա կարող է այս ինչ անհաջողությունը բերի։ Որ ես ինչ լեզվիդ վրա չկարողացար, սա կարող է այս ինչ ձևով անդրադառնա քո վրա։ Դեղ է պետք մեր աչքերին։ Եվ մենք պիտի տեսնենք մեր դժվարությունները, մեր հոգևոր տկարություններն ու թերությունները, մեր պակասությունները։ Երկրորդ Պետրոս 1:5-9 խոսքեր։ Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքը ներկայացրեք, ձեր հավատքով ներկայացրեք առաքինությունը, առաքինությունով գիտությունը, գիտությունով ժուժկալությունը, ժուժկալությունով համբերությունը, համբերությունով աստվածպաշտությունը, աստվածպաշտությունով եղբայրասիրությունը, եղբայրասիրությունով սերը, որովհետև այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունը։ Բայց նա, որ այս բաները իր մոտ չունի, կույր է եւ կարճատես, մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբվել է։ Բաներ կա, որ մեր կյանքում մեր տեսողության վրա է ազդում հոգևոր։ Լսեք, կարդում եմ եւս մեկ անգամ։ Հավատք, հավատքի բացակայությունը, առաքինություն, սրա բացակայությունը, գիտություն, սրա բացակայությունը, ժուժկալություն, սրա բացակայությունը, համբերություն, մարդկա ասում է, ես համբերություն չունեմ, կարճատես, հավատքի առումով, Տերը ասում է, դեղ վերցրա ինձանից, դիր քո աչքերին, աստվածպաշտության բացակայությունը, կամ պակասը, եղբայրասիրության բացակայությունը, կամ պակասը, սիրո բացակայությունը, կամ պակասը, մեր հոգևոր աչքերը կուրացնում է։ Հիմա ուզում ենք այդ դեղը դրվի, սրանք պիտի մեր կյանքում աճեցնենք։ Հիմա ով այս բաները չունի, կույր է կամ կարճատես, մոռացել է, թե Տերը ինչից է իրան ազատել։ Սաղմոսների մեջ, Սաղմոս 119:105 ասում է, որ քո խոսքը լույս է իմ ճանապարհին։ Տիրոջ խոսքը լուսավորում է։ Ուզում ես աչքերիդ տեղ դնես, խոսքի մեջ մնա։ Ուզում ես աչքերիդ տեղ դնես։ Առաքինություն, հավատք, համբերություն, գիտություն վերցրա, ժուժկալություն, աստվածպաշտություն, եղբայրասիրություն, սեր, վարժեցրա քո անձը սրանց մեջ, վարժեցրա քո անձը եւ աչքերդ կսկսի տեսնել։ Տիրոջ խրատը շատ պարզ է։ 3 բան է ասում։ 3 բան։ Ինձանից կրակում փորձված ոսկի հար, ինձանից սպիտակ հանդերձներ հար եւ աչքերիդ դեղ դիր, դեղն էլ ես եմ տալիս։ Լսի եկեղեցի, եթե այս 3-ը մենք անենք, կկանգնենք իր առաջ։ Ասի ես քեզ 2015 թվականի մարտի 8-ին խրատ տվեցի։ Ինչպես վերաբերվեցիր իմ խրատին։ Եթե արած լինենք, կասենք Տեր, դրանից հետո մեր կյանքը փոխվեց։ Մենք արդեն լրիվ ուրիշ կերպ ենք նայում։ Դրանից հետո ես արդեն հավատում եմ, որ հանդիպելու եմ մի օր քեզ եւ դու ինձ հարցնելու ես, ինչ արեցիր իմ խրատի հետ։ Այս պատգամի վերնագիրն էր Հիսուսի խրատը։ Սպիտակ հանդերձներ, մաքուր արդար կյանք Տիրոջ առաջ, մաքուր ոսկի, մեր հարստության աղբյուրը, մեր բարի գործերն ու ողորմությունները, մեր հավիտենական արժեք ունեցող գործերը, որ երկնքում են գանձեր դիզում։ Եվ աչքերի դեղը, Տիրոջ խոսքը, Տիրոջ սկզբունքները, ինչպիսին էր նա, այնպիսին ձգտում եմ ես լինեմ։
ու իմ աչքերը սկսում ա տեսնել։ Եվ որքան շատ եմ առաջ գնում, այնքան ավելի շատ լավ եմ տեսնում։ Մեր օրերի գաղթ եկեղեցուն ուղղված խոսք էր սա, որ ոչ սառնա, ոչ տաք։ Մեր սիրող Տիրոջ խրատն էր սա։ Մեր օրերի եկեղեցուն, որ ինքը իրան հարուստ, մեծացած եւ առանց որևէ բանի կարոտա տեսնում։ Տեր իրական դեմքն է ցույց տալիս։ Հայլիա դնում ես մարդու առաջ։ Կարծեմ ֆիլմ էր, որ տեսա, մարդը ծմահ դատապարտված է եղել եւ իրան վերջում ազատ են արձակում արդեն 70-ի մոտ է։ Չգիտեմ 20 տարեկանից նստած է 70-ի մոտ, որոշում են, որ այս մարդուն իրան լավ է պահում արդեն բանտում, ուրեմն այդքան ժամանակ ինքը հայելի տեսած չի լինում։ Հայելի ունեցած չի լինում։ Եվ առաջին բան այդ բանտի, որ արդեն դուրս պիտի գա, ասում է ինձ հայելի տվեք։ Որ հայելի են տալիս, ինքը ամենամեծ հարվածն է ապրում։ Ես այսպիսին եմ դառել։ Տերը հայելի է դնում այսօրվա եկեղեցու առաջ։ Ասում է դու ողորմելի ես, թշվառ, աղքատ, կույր եւ մերկ։ Բայց հիմա ասում եմ քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ որ հարստանաս, սպիտակ հանդերձներ, որ մերկության ամոթը ծածկվի եւ քանի որ կույր ես, ինձանից դեղ վերցրա, որ աչքերդ բուժվեն։ Սա մեր Տիրոջ խրատն է։ Մենք մի օր իր առաջ կանգնելու ենք։ Եկեք հիմա կանգնենք ու աղոթ կանենք, որ երբ որ իր առաջ կանգնենք, այսօրվա մեր որոշումը, այսօրվա մեր աղոթքով արած որոշումը, այն օրը ուղղակի մեր գլուխները բարձր լինենք իր առաջ, ասենք Տեր, քո խրատը վերցրեցինք։ Կհիշենք այս 3 բաները։ Հուսով եմ կհիշեք։ Գոհանում ենք քեզանից մեր Տեր, մեր Աստված, մեր Փրկիչ, մեր Արարիչ։ Գոհանում ենք քեզանից մեր ամբողջ սրտով, որ չնայած մեր տկարություններին, չնայած մեր մոլորություններին, չնայած այն հավատքի պակասին, որ մենք այսօր ունենք Տեր, դու խրատող ես, դու խրատող Տեր ես, եւ քո խոսքը ասում է, որ դու ում սիրում ես, նրան խրատում ես։ Տեր, ահա քո խոսքն եմ ընթերցում։ Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ։ Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։ Ահա ես դրան առաջին կանգնած եմ եւ թակում եմ։ Եթե մեկը լսե իմ ձայնը եւ դուռը բանա, կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ։ Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռի վրա։ Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Դու մեր սրտի դրան առաջ ես հիմա Տեր եւ թակում ես։ Ահա մենք հաղթելու ենք Տեր։ Ահա մենք բացում ենք այդ դուռը եւ ասում ենք Տեր, ուզում ենք քո խրատը վերցնենք։ Ուզում ենք կրակով անցած ոսկին ունենանք Տեր։ Ահա տուր մեզ այդ ոսկին Տեր։ Ահա մենք ուզում ենք ողորմասիրտ գթածություն ունենանք։ Ահա ուզում ենք մենք բարի գործեր անենք, որ քո անունը փառավորվի Տեր։ Ահա ուզում ենք, որ մեր գանձերը երկնքում դիզենք Տեր։ Իմաստություն տուր քո ժողովրդին եւ ավելացրու մեր հնարավորությունները Տեր։ Եվ խնդրում ենք քեզ սպիտակ հանդերձների համար, մեկ անգամ եւս քո արյունով սրբիր Տեր, մարդկանց սրտերում խոստովանություն դիր Տեր իմ Աստված, որ ոչ ոք թաքուն մեղք չունենա իր կյանքում իմ Տեր, ոչ ոք գաղտնի կյանք չապրի, ոչ ոք երկու կամ ավելի դիմակներով չգա քո եկեղեցի Տեր,
որ մենք ուղիղ լինենք քո առաջ եւ մեր քույր ու եղբայրների առաջ Տեր։ Տուր որ արդարությամբ ապրենք այս կյանքը եւ քեզ հաճեսնենք եւ քո դեղը դիր մեր աչքերի վրա հիմա խնդրում ենք Հայր, դեղ դիր մեր աչքերի, քո խոսքով բժշկիր մեզ, որպեսզի տեսնենք մեր հոգեվոր վիճակը եւ տեսնենք քո խրատի բացած ճանապարհը Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Աստված